Հարփինյան, ձեր այս պայքարի ուղին բոլորիս աչքի առաջ է եղել մի քանի տարի շարունակ, սակայն տեսնում ենք, որ հաջողությունը այդքան էլ ակնառու չէ, գրեթե չկա։ Ինչ անել, որ ընդդիմության կոնսոլիդացիան լինի, ինչ անել, որ ընդդիմությունը կարողանա ինչ-որ բան փոխել, որովհետև տեսնում ենք, որ իշխանությունները իրենց օրակարգն են իրականացնում։ Որտեղ նայեմ, ասեք, որ նայեմ, հա։ Շարունակում ենք։ Այսօր ամենակարևորը, ինչու ամենայն դեպս ես եւ իմ ընկերները տեսնում ենք, այսօր պետք է այդ եսը կոտրել մարդկանց մեջ այն լիդերների, որոնք որ կարող են ունակին ինչ-որ բան անելու, որոնք որ ունեն ուժ, կորով, որոնք ունեն ռեսուրս, ամենակարևորը, որպեսզի ինչ-որ բան փոխել։ Որովհետև մինչ այս оппозицион ուժերը ամեն մեկ իր եսներ բարձրացնում եւ ար ես լինեմ առաջինը, իմ վրա պետքա հույսը դնեք, դա պետքա հանել այդ արանքից, պետքա միանալ նպատակի շուրջ, հետո նոր հասկանալ, թե ով է ղեկավարելու այս երկիրը, ինչ արդեն ռեսուրսով եւ այլն եւ այլն։ Դա ամենակարևորն եմ համարում այս ստադիայի վրա։ Եվ եկեղեցու հետ կապված Փաշինյանի մտահոգությունը որն է ըստ ձեզ, ինչու հենց հայ առաքելական եկեղեցին։ Դա շատ պարզ է, ակնհայտ է, որ վեհապարը բարձրացնելով արցախցիների եւ վերադարձը Ադրբեջան եւ նրանց իրավունքները եւ այլն, նա խանգարում է այն process-ին, որը որ տանում է Փաշինյանը, այսինքն Հայաստանի ամբողջ հանձնումը թուրքական իշխանության կամ ազդեցության տակ, որը որ անընդունելի այն մարդկանց համար, որոնք կոփվել են, դաստիարակվել են եւ մեծացել են որպես հայ, որոնք հասկանում են, որ Թուրքի հետ ճանապարհ չկա անցնելու, որի ամենամեծ ապացույցն է Ծիծեռնակաբերդը եւ մեր համալիրը, որտեղ որ մենք պատվում ենք այն միլիոնավոր մարդկանց հիշատակը, որոնք որ իրոք հավատում են, որ Թուրքիա հետ կա ճանապարհ անցնելու եւ նրանց կարելի է վստահել եւ նրանք այսօր օբյեկտիվ այլընտրանքը որն է տարածաշրջանում Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ասում են, պատերազմից հետո թուլացած վիճակում։ Օբյեկտիվ այլընտրանք ունի Հայաստանի Հանրապետությունը, եթե ոչ գնալ այդ վիճակում։ Այո, ունի, այդ դրա մասին ես չեմ ուզում հիմա խոսալ, մենակ այն պատճառով, որովհետեւ դա կդառնա զանազան սպեկուլատիվ ինչ-որ խոսակցությունների առարկա, դրա մասին չի մա խոսքը, այո կան ու այդ ճանապարհները հաստատ ավելի լավն են, քան թե այն ճանապարհը, որը ընտրել է Նիկոլ Փաշինյանը։ Կարծում եք Փաշինյանի նպատակը վեհապարը հեռացնել է, թե եկեղեցու հետ այլ պլաններ կան։ Եկեղեցին բարոյա հոգեբանա զրկել ղեկավարությունից, որը որ իր օրակարգին դեմ է գնում։ Ինչով է խանգարում եկեղեցին իրեն, արդյոք այն ուժն է ներկայացնում, որ իսկապես Իհարկե, պատմականորեն հայ եկեղեցին եղել է հենց այն ուժը, որը որ տարել է ժողովրդի ճիշտ ճանապարհով, հանել է ժողովրդին պայքարի եւ բերել է հաղթանակներ։ Հասկանալի, շնորհակալ եմ, պարոն։